ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տիրապետում է զենքի, որի գոյության մասին շատերը նույնիսկ չգիտեն։ Մենք ունենք զենքեր, որոնց մասին շատերը նույնիսկ չգիտեն։ Մենք շատ ավելի առաջ ենք Չինաստանից բոլոր ռազմական ոլորտներում, բացի նավաշինությունից, եւ շուտով կհասնենք նաեւ այնտեղ, ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Հոկտեմբերի 17-ին Թրամփը հայտարարեց, որ իր երկրի զենքի պաշարների ապահովումը առաջնահերթություն է։ Նա այսպես պատասխանեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նոր զենքի հարցման հեռանկարների վերաբերյալ հարցին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ չէ Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատել, քանի որ չի պատրաստվում նրան տարածքներ տալ։ Այսպես է Ֆինլանդիայի ազատության դաշինք ազգային պահպանողական կուսակցության անդամ Արմանդ Մեման քննադատել Ուկրաինայի առաջնորդին։ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, նա չի գիտակցում իրավիճակի լրջությունը, ինչպես կարող է նա փրկել Ուկրաինան եւ ուկրաինացի ժողովրդին, չէ որ նա հենց նոր հայտարարեց, որ ոչինչ չի պատրաստվում զիջել Ռուսաստանին։ Դիվանագիտություն հիմա կամ երբեք, հայտնել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով Զելենսկին պետք է հասկանա, որ նման հայտարարություններից հետո բանակցություններ չեն լինի, իսկ մարտական գործողությունները միայն կշարունակվեն։ Վիեննան կորցրել է միջազգային երկխոսության հարթակի կարգավիճակը, միակողմանի կուրսի եւ Ավստրիայի կառավարության կողմից իրական չեզոքությունից ցուցադրական հրաժարման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի ազատության կուսակցության գլխավոր քարտուղար Քրիստիան Հաֆենեկերը։ Քաղաքական գործիչը շնորհավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում անցկացնելու նախաձեռնության կապակցությամբ։ Հունգարիան դրանով իսկ ցույց է տալիս, որ վարում է ինքնուրույն, ինքնիշխան եւ խաղաղասեր արտաքին քաղաքականություն։ Լիովին հակակշռելով անհաջողակների կոալիցիայի քաղաքականությանը մեր Ավստրիայում, հայտնել է կուսակցության ղեկավարը։ Ամերիկացի հարկատուները չպետք է վճարեն Գազայի պատերազմի եւ Ուկրաինայի հակամարտության համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Ջորջինա նահանգից ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը։ Բավական է, բոլորը հոգնել են այս պատերազմներից եւ դրանց համար վճարելուց։ Ժամանակն է ամբողջ ուշադրությունը սևեռել ամերիկացի ժողովրդի եւ մեր խնդիրների լուծման վրա, հայտարարել է խորհրդարանականը։ Գրինը նշել է, որ իր կուսակիցները եւ կոնկրետ Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը արդեն մեծ ջանքեր են գործադրել, որպիսի հակամարտությունները Գազայում եւ Ուկրաինայում դադարեն։ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ցանկացած հանդիպում կլինի անարդյունավետ, եթե դրան չմասնակցեն Ուկրաինայի կամ Եվրոպայի ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Մենք փորձում ենք համոզել մեր դաշնակիցներին, որ առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի մասնակցության նման բանակցությունները որևէ արդյունք չեն տա։ Նշել է Կալասը, հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անկեղծորեն ձգտում է խաղաղ կարգավորման։ Ավելի վաղ Կալասը ոչ այնքան հաճելի էր համարել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպումը Բուդապեշտում։ Այս ֆոնին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Եվրամիությունը սկսել է ակտիվ քայքայիչ գործողություններ, փորձելով ազդել գագաթնաժողովի նախապատրաստման գործընթացի վրա։